Ինչպես էր 1919-ից Ռուսաստանը զինում Թուրքիային։ 100 տարի առաջ 1919 թվականին մեր տարածաշրջանը բավական բարդ օրեր էր ապրում։ Թուրքիայում եւ Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմները սպառնալիք էին դառնում նաեւ Հայաստանի համար։ 1919 թվականին Թուրքիայում գործում էր երկու կառավարություն։ Մեկը Կոստանդնուպոլսում գտնվող եւ միջազգային ճանաչում վայելող Սուլթանի իշխանությունն էր, մյուսը Անկարայում գտնվող Մուստաֆա Քեմալի կառավարությունը, որին առայժմ որևէ երկիր կամ կազմակերպություն չէր ճանաչել։ Իսկ Ռուսաստանում արդեն մոտալուտ էր բոլշևիկների հաղթանակը։ Թե բոլշևիկները Ռուսաստանում եւ թե քեմալականները Թուրքիայում իրենց հակառակորդ էին համարում Անտանտի երկրներին՝ Բրիտանիային, Ֆրանսիային եւ այլն։ Պարզելով Թուրքիան բաժանելու եւ հայկական պետություն ստեղծելու Անտանտի մտադրությունների դեմ պայքարի դրոշը, քեմալականներն իսկույնևեթ գործնական քայլեր ձեռնարկեցին դաշնակիցներ ձեռք բերելու ուղղությամբ։ Ամենահարմար դաշնակիցն այդ պահին Լենինի կողմից ղեկավարվող բոլշևիկյան Ռուսաստանն էր, որը նույնպես ճանաչված չէր միջազգային հանրության կողմից։ Ռուս-թուրքական բանակցությունները լայն թափ հավաքեցին 1920 թվականի ամռանը։ Քեմալականներն իմպերիալիզմի եւ Անտանտի դեմ պայքարի պատճառաբանությամբ, որպես նախնական օգնություն, խնդրեցին 200,000 հրացան, 5 միլիոն փամփուշտ, 350-ից 400 հրանոթ, 5 ռադիոկայան, 200 ինքնաթիռ, 100 բեռնատար եւ 40 մարդատար ավտոմեքենա։ Տարբեր տվյալներով միայն այս փուլում Լենինն առանց որևէ երաշխիքի քեմալականներին է տրամադրում 6000 հրացան, 5 միլիոնից ավելի փամփուշտ, 17,000 արկ եւ 200 կիլոգրամ ոսկի։ 1920 թվականի սեպտեմբերի 22-ին Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա։ Նախկինում թուրքական բանակին հաղթանակած հայկական զորքերը ստիպված նահանջում էին։ 2 ամիս անց թուլացած Հայաստան ներխուժեց նաև ռուսական 11-րդ կարմիր բանակը։ Ավելի ուշ 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով խորհրդային Ռուսաստանը ստանձնում է քեմալական Թուրքիային օգնելու նոր պարտավորություններ։ Ընդհանուր առմամբ խորհրդային պաշտոնական տվյալներով 1920-ից 1930-ականներին Թուրքիա է ուղարկվել 39,000 հրացան, 327 հրանոթ, 54 հրանոթային համակարգ, 63 միլիոն փամփուշտ, 147,000 արկ։ Այս օգնությունը տրամադրվում էր ի հեճուկս այն հանգամանքի, որ Թուրքիայում դեռևս շարունակվում էր հայոց ցեղասպանության երրորդ փուլը։ Օգնության մեջ ներառվել է նաև 20,000 հակագազ, որոնք հավանաբար կիրառվել են թուրքերի կողմից Պոնտոսի հույներին ծխի տալու ժամանակ։ Սրանից զատ խորհրդային իշխանությունն օգնեց, որպեսզի Անկարայում կառուցվի Վարոդի 2 գործարան, միաժամանակ տրամադրելով փամփուշտ արտադրելու համար նախատեսված սարքեր եւ հումք։ Այսպիսով Ռուսաստանը նպաստեց Թուրքիայում ռազմական արդյունաբերության հետագա աճին։ Լենինյան Ռուսաստանը Թուրքիային օգնեց նաև վառելիքով եւ 100,000-ավոր տոննա հացամթերքով։ Եվ դա այն պարագայում, երբ խորհրդային որոշ շրջաններ սովամահ էին լինում։